կորածների հարազատները երեք պաշտպանության նախարարության մոտ հավանաբար տեսել եք իր պատմությունը, անհետ կորածների հարազատները գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ, թե ինչ է լինելու իրենց զավակների ճակատագիրը։ Հանձնաժողովը նախ զբաղվում է այդ մարդկանց հարցերով, ինչպես ասում եք, ելների հարցեր, ինչպես այս դեպքի երազող ումասն է, եւ լուրեր կան, որ թիմում Պապիկյանի դժգոհություն կա, եւ սա ուղղորդված ակցիա է Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու են մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության։ Պետք է շտապեմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք, չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք պարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։